Մենք որպես Աստծո ժողովուրդ, որպես սուրբ ժողովուրդ, որպես Հիսուսի արյունով գնված ժողովուրդ, մենք պետք է բարին անենք։ Մեր Տերը բարի է, մեր Հայրը բարի է, մեզ սովորեցնում է բարի անել։ Դատաստանը թողենք իրեն, բնակվիր երկրումը, հուսա Տիրոջը և բարի արա, ինչքան հնարավոր է մեզնից, մենք բարին պիտի անենք։ Բարին, այսինքն վնաս չտանք, վնասակար չգտնվենք որևէ մարդու, որևէ մեկի հանդեպ։ Մեր Տիրոջ պատգամն է, հուսա Տիրոջը և բարի արա։ Բնակվիր երկրումը, այսինքն քո առօրյա կյանքով ապրիր և հետևիր ճշմարտության, ամեն կերպ աշխատիր, որ հետևես ճշմարտության, գնա աշխատանքիդ, ընտանիքիդ մեջ, վերջապես քո առօրյա կյանքում ինչ որ պահանջվում է, քո երկրային կյանքում արա, մնա այդ ընթացքի մեջ, միշտ ապիր, եթե Աստված քեզ չի վերցրել երկինքը, ուրեմն դեռ պետք է ստեղծի։ Բնակվիր, հաճախ հավատացյալների համբերությունը հատվում է ասում է ես աշխարհից մրցնենք։ Աստված կոնտրոլ է անում, ուրեմն պետք է որ ես աշխարհում։ Ամեն, պետք է, ճիշտ է, մեր տունը այնտեղ է, այն որ մի եղբայր կարծեմ, մի եղբայր էր ասեց, որ Աստված ոչ միտեղ չի ասում երկրի վրա տուն, ասում է վրան, բայց տունը ասում է երկնքում։ Կարծեմ դու եք ասում։ Բնակվիր երկրումը, ուրեմն պետք է, որ Աստված քեզ թողել է և դու իրեն ես, միշտ ապիր, ուրեմն պետք է քո բնակվելը և վերջապես թերևս Աստված, ես կարծում եմ, եթե չլեն արդարներ երկրի վրա, կամ եթե իր եկեղեցին վերցնի աշխարհի վիճակը ինչ կլինի։ Եթե ասում է դուք երկրի աղն եք և լույսն եք, իհարկե մենք պետք է այդ կոչումը հաստատենք, որպես աղ և լույս։ Մենք պետք է իսկապես համ տվող լինենք, աղ ինչ է անում, համ է տալիս։ Հետո աղ ինչ է անում, ծառավ է առաջացնում։ Աստծո հանդեպ ծառավ է առաջացնում, եկեղեցին պիտի դա անի։ Լույսը ինչ է անում, լույսը բացահայտում է, խավարը ծրում է, ճամփա է ցույց տալի։ Դուք աշխարհի լույսն եք, դուք աշխարհի աղն եք։ Ուրեմն բնակվիր երկրումը, հետևիր ճշմարտությանը, ամեն կերպ մենք պետք է դա սովորենք և հետևենք ճշմարտությանը, ինչքան էլ դժվար լինի, հենց դա էլ աշխատանքն է, որ պիտի հնազանդվենք, հուսանք Տիրոջը վստահենք ու հետևենք ճշմարտությանը։ Չորրորդ խոսքը, ցնցացիր Տերով և նա կտա քեզ քո սրտի ուզածները, շատ կարևոր համար է, կարծում եմ ամենակարևոր աշխատանքը, որ մեր հետ կատարվում է սա։ Մենք որպես հավատացյալ ժողովուրդ, որ հավատքով ենք ապրում այս մարմինների մեջ, ֆիզիկապես չենք տեսել Տիրոջը, չենք շոշափել Տիրոջը, հավատքով ենք հաղորդ լինում իր խոսքի Սուրբ Հոգու միջոցով և շատ հեշտ չէ, որ հավատացյալի սիրտը ցնցա Տերով, ուրախանա Տերով, որովհետև մարդը, քանի մարմնի մեջ է, երկրային պայմաններում է, շատ ուրախանում է երկրային բաներով։ Դա հեշտ չէ։ Ինքը, որպես հողեղեն, հողեղենից եղած բաների հետ կապված է։ Մարդը տեսնում է, օրինակ, երբ որ մարդ ծերանում է, արդեն տան աղբն էլ ձեռը չի գցում թափի։ Ջարդված բան է չի ուզում թափի, մաշված կոշիկ է չի ուզում թափի, այդպես էլ չէ, հաճախ մարդիկա խանգարվում են, ամբողջ տունը այդ հին ու նոր ապրանքներով իրար վրա են կապվում է, չեն կարողանում թափել։ Մեծ մասը, հավատացեք, դա կապ չունի ազգի, ես տեսել եմ հենց ամերիկացիները, այդպես մի ժամանակ տները բան էի բաժանում, կերակուր էի բաժանում, մեքենայով և տները կար, դուրը չէր բացում, այդքան ներս ապրանք է, հենց այդպես, ես չեմ կատակում, դուրը չէր բացվում, այդ լեցունությունից հին ու փալաս ու պուլուս ու վերջապես աթոր ու սեղան, բռնվում են արդեն։
Մարդ արարածը շատ կապված է հողեղենի հետ։ Դու գիտեք հավատքի մարդ լինել ինչ է, Աստծո մարդ լինել։ Աստծո մարդը այս երկրից պետք է կտրված լինի։ Գիտեք հափշտակությունը ոնց է լինելու։ Հափշտակվելու են այն մարդիկ, որոնք երկրային որևէ բանի հետ կապված չեն։ Դուք պատկերացնում եք, ես այս սեղանի հետ ամուր կապված եմ հափշտակություն է։ Ես չեմ թողում, ոչ թե սեղանը ինձ չի թողում։ Աստված ուզում է քաշի, հափշտակը չէ, բա սեղանս, բա մեքենաս, բա տունս, բա այսքան տուն ու տեղ եմ դրել, բա այսքան բավական այդպես պատմություններ կա։ Ես հիշում եմ մրջունների օրինակով են ցույց տալու, որ մրջունները կեր են հավաքում, այդպես քարտոն է, նկարներով կարծեմ, եւ ջրհեղեղ է լինում, իրանց բուն է։ Մրջուն ընկերները ասում են փախնեն, դուրս գան, ջրհեղեղ է, ինքը ասում է, չէ, ես այսքան կերակուր եմ հավաքի, ես չեմ կարող թողնել։ Ինչ անում են, չի կարողանում այդ կերակուրը թողնի։ Ընկերները փախչում են, բայց այդ ջուրը գալի իրեն ու կերակուրն էլ տանում, չէ կարող կերակուրը թողնել։ Մարդ արարածը շատ է կապվում երկրային բանի հետ, ամենքից հաճախ նա ինչ-որ չափի բռնում է, ինչ-որ չափի գրավում է, բայց ամենակարող Աստվածը մեր այդ աշխատանք է տանում, որ մենք ունենանք երկրային բաներ, օգտվենք, բայց ոչ թե սրտով կապված լինենք։ Նայեք մի կարևոր բան ասեմ ես։ Այն երկրային բաները, որոնց հետ մենք շատ կկապվենք, դա շատ հարմար իր կդառնա սատանայի ձեռքի մեջ կոտրելու մեր սիրտը ցածնելու։ Ինքը ուժ ունի երկրային բաների վրա ազդելու, ֆիզիկական։ Գիտեք ինչու է Աստված ամեն կերպ մեզ երկրանից փոխում երկրայինով ուրախացնի իրենով։ Երբեք Աստված չի ուզում մենք երկրային որևէ բանի վրա այսպես սիրտ տան, կապվենք։ Պետք է մեզ երկրային բաները, բայց ոչ թե որ մեր սիրտը կապվի, ճիշտ հասկացեք։ Հաճախ հավատացյալները ճիշտ չհասկանալու պատճառով ոչ մի բան չեն ուզեցել ունենալ եւ հայտնվել են ավելի աղքատ պայմանների մեջ, բայց Աստված դա նկատի չունի։ Վախեցել են ունենալ հարստություն, հետո ծայրահեղությունից ծայրահեղություն են ընկել են աղքատության մեջ։ Աղքատությունն էլ Աստծո որոշածը չի, որ աղքատ ապրես, քեզ պետք է երկրային պայմաններ, տուն, տեղ, ունեցված, բայց խոսքի միտքը ինչ է, որ սիրտդ մի կապի դրա։ Լավ մեքենա ունեցի, բայց սիրտդ մի կապի հետը։ Լավ տուն, տեղ ունեցի, լավ հագուստ ունեցի, լավ փող ունեցի, ոչ մի բան չկա վնասակար։ Հակառակը օգտակար է, պայմաններն է հեշտացնում, բայց սիրտդ մի կապի։ Եթե սիրտդ կապում ես, նայ, տարբեր բան է ունենալը, տարբեր բան է սիրելը, լրիվ տարբեր բան է։ Դու կարող ես ունենալ, զվայել ես, օգտվես, բայց դու կարող ես կոշիկ առնել ու չհակնել, ասել ափսոս է, ափսոս է, ափսոս է։ Հարսանիքին կհակնեմ, չէ, այս հարսանիքին, չէ, մյուս հարսանիքին, այս ծնունդին են կնունքին, այո, մարդ արածը ափսոսում է, կարող է մեքենա առնել, ասել, վայ, այդ մեքենան շատ անիքները չմաշվի, հանկարծ, չգիտեմ, մի հատ վերջապես վնաս չլինի, մարդ այդպես կարծես դողում է որոշ երկրային ապրանքների վրա, մանավանդ, որ մի քիչ մեծանում է, կանայ կան, բաժակ են առնում է սերվանդում, դա հավիտենական, մնում են սերվանդում, երբեք չեն գործածում, ասում են, կարևոր մի միջոցառում լինի, որ այդպես էլ ջարդվում են, շատ սերվանների մեջ այդպես կամ տնեցիկ ոտքներ ջարդվում, բաժակներն էլ հետը սերվանդի կամ մեկներ դպչում և վերջապես կարող եք վկայել, որ ճիշտ է, այո, մի քաշվեք, նորմալ բան է։ Այդ բոլորը կա, բայց մենք որպես Աստծո զավակներ, Աստված մեզ սովորեցնում է դրանցից ազատվել։ Մենք Սուրբ Գրքում բավական ունենք այդ մասին օրինակներ, բավական ունենք օրինակներ։ Ցնցատերով, նայ, ամենամեծ աշխատանքը, որ Աստված մեր հետ կատարում է, որ ինքը լինի մեր ուրախության կենտրոնը, որ ինքը լինի բառից բուն իմաստով ամենաառաջին։ Ցնցատերով, մի հատ էլ նայեք այդ համարը, 4-րդ համարը, ցնցածիր տերով,
Դա ուղղակի ծիծաղել չէ, ծիծաղիր ես տերով չէ։ Ցնցատերով։ Ցնցությունը ծիծաղ չէ, ուրախությունից էլ ավելին է, ցնցատերով։ Ուրախացի, որ դու Տերը ունես, բայց դա պիտի քո ներսում մի բան կատարի, սա Սուրբ Ոգիով պիտի լինի, դա քո էությունը պիտի բռնի, որ դու հիմա օրինակի մեր ժամանակում քարերը, ենթադրեն ադամանդյա քարերը, եթե մեկ TV-ով ցույց են տալի դերասանները կամ վերջապես որոնք մեծ են համարվում, օրինակ մի քանի միլիոնանոց քար, այդ քարը հատուկ բանի մեջ է պահում, հատուկ պայմաններով եւ ժամանակ առ ժամանակ այդ քարի տերը գալիս է, քարը շոշափում է, այսպես մաշմշում է եւ ուրախանում է, որ այս քարը ունի, այս թանկագին քարը ունի, իմացա՞ք։ Սիրտը ուրախանում է այդ քարով,